Եկ անգամ այս խմորով կարկանդակ պատրաստելուց հետո վստահ եմ երբեք այլ խմորով կարկանդակներ չեք պատրաստի։ Պատրաստում է շատ արագ եւ հեշտ։ Խմորի համար անհրաժեշտ է վերցնել գոլ կեֆիր, ձու, սոդա, շաքարավազ, աղ, ավելացնում ենք նաեւ ձիթայուղ եւ լցնում ալյուր այնքան, որ ստանանք պինդ խմոր։ Չափաբաժինները կթողնեմ նկարագրության բաժնում։ Մինչ այդ դու հետևիր իմ էջին, քանի որ իմ էջում արագ է եւ շատ համեղ։ Խմորը թողնում ենք, որ 30 րոպե հանգստանա եւ անցնում ենք միջուկին։ Նախապես կարտոֆիլը եփել եմ, հիմա կարագի մեջ տապակում եմ կարմիր սոխը, ավելացնում եմ չորացրած ռեհան, մենք այս տարբերակով շատ ենք սիրում։ Կարտոֆիլեխյուսին ավելացնում եմ համեմունքներ, աղ, սև եւ կարմիր պղպեղներ, կարտոֆիլի համար նախատեսված համեմունք։ Վերջում ավելացնում եմ սոխի զանգվածը եւ շատ լավ խառնում։ Խմորն էլ արդեն հանգստացել է, պետք է ձեռքերը ձեթապատել, որպեսզի խմորը չկպնի ձեռքերին։ Հետո 20-ից 30 գրամանոց գնդեր եմ վերցնում, տափակեցնում եմ եւ մեջը դնում մեր կարտոֆիլեխյուսը։ Բոլոր կողմերից լավ փակում ենք եւ ուղարկում ենք տաք բուսայուղի մեջ երկու կողմից կարմրելու։ Կարի մասով կուղարկեք տապակվելու, որպեսզի չբացվեն։ Առաջին անգամ էի կեֆիրով խմոր պատրաստում եւ վստահաբար կարող եմ ասել, որ կարկանդակները միմիայն այս բաղադրատոմսով են պատրաստելու, քանի որ ստացվում է շատ փափուկ եւ եթերային խմոր։ Եթե հավանեցիք, սրտիկեք եւ մեկնաբանության դաշտում գրեք ձեր կարծիքը։ Ավելացած կարտոֆիլով նաեւ լավաշով այսպիսի ռոլեր փաթաթեցի։ Բարի ախորժակ։